Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արդեն 3-րդ երկը։ Գտնվում ենք նրա առաջին գլխում, որտեղ ուրեմն Շուկադեվը Գոսվամին ինքը սկսեց հերվից նկարագրել այն գործընթացը, որը տեղի ունեցավ, որպեսզի կարողանա պատմել, թե Վիդուրան, երբ որ հանդիպեց Մայտրեյայի հետ, իրանք ինչ խոսակցություն են ունեցել։ Որովհետև մենք ձեզ հետ արդեն քննարկեցինք, որ արական քաղաքակրթության մեջ ընդհանրապես ոչ միայն այնտեղ իրական իմաստունները իրենք միշտ շատ մեծ ուշադրությամբ հետևում են նրան, թե որտեղ ինչպիսի կարևոր փիլիսոփայական զրույցներ են գնում, լսում են այդ զրույցները եւ հարստացնում են իրենց իմաստությունը։ Երբ որ անձնավորությունները իրենք արհամարում են այդպիսի իրադարձությունները, դա խոսում է միայն կամ անձնավորության գոռոզության մասին, եւ նախանձի։ Այսինքն անձնավորությունը, որը ինքը օրինակ ասենք հիմա մենք ձեզ հետ լսում ենք խոսակցություն, որը տեղի է ունեցել Պարիկշիտի եւ Շուկադեվայի միջև, եւ մենք ձեզ հետ առաջի երկում տեսանք, թե ինչպիսի կարևոր, ինչպիսի հեղինակություն ունեցող անձնավորությունները անմիջապես ամբողջ կայսրության տարբեր մասերից եկան հավաքվեցին այդտեղ, որովհետև հասկացել էին, որ այստեղ ինչ-որ կարևոր խոսակցություն է տեղի ունենում։ Նույն մթնոլորտը տիրում էր նաև արդեն, երբ որ շահունական եւ իմաստունները մոտեցան Սուտը Գոսվամիին, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ իրենք նույնպես շատ մեծ ողջավորությամբ, ուրեմն երջանկություն զգացում ունենալով այն բանից, որ հանդիպել են Սուտը Գոսվամիին եւ հիմա կարողանալու են, այսինքն իրանք ինչ ասեցին, իրանք ասեցին մեզ հետաքրքրում է այդ հարցը, որովհետեւ երբ որ մենք նայում ենք ապագան, մենք տեսնում ենք հիմա այսպես, որ արիական քաղաքակրթության մեջ ծնվելու են շատ ցածր որակներ ունեցող անձնավորություններ, իսկ սա կրոնականության դաշտն է։ Իսկ եթե ծնվելու են կենդանիակներ, որոնք իրենք չեն հետաքրքրվում կրոնականությամբ կամ հոգևոր առաջընթացով, ապա որտեղ է կրոնականությունը ինքը գտնելու իր ապաստանը, չէ՞։ Եվ ուրեմն հիմա Շուկադեվը Գոսվամին ինքը մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես Վիդուրան, թե ինչու Վիդուրան ընդհանրապես ինքը գնաց ուխտագնացության, մենք ձեզ հետ քննարկեցինք, որ դա իրականում, եթե կարելի է ասել, ներքին պատերազմ էր աստվածամերժության, այսինքն հոգևոր տեսանկյունից կուրության սկզբունքի եւ այն սկզբունքի, որ կենդանիակը ինքը չի զիջում իր նվիրված ծառայությունը Գերագույն Աստծո ազնվորությանը, եթե նույնիսկ նյութապես պարտական է հոգևոր կուրությանը։ Ուրեմն եւ Վիդուրան, ինչպես տեսանք, ինքը գնաց ուխտագնացության, մենք հատուկ կերպով նշեցինք, իրականում մենք կարող էինք, ասենք, նշել բոլոր այդ վայրերը եւ այլն, բայց այս պահին, դա այդքան էլ շատ կծանրացներ էլի խոսակցությունը եւ մենք նշեցինք երկու վայր, դա Սարասվատի գետներ եւ Յամունա գետը, որովհետեւ իրենք այդ ամբողջ նշված բաների մեջ ամենակարևորը իրենք էին, որտեւ առաջինը դա գիտելիքի աստվածուհու գետն է, որտեղ երբ որ ազնվորությունը ինքը լոգանք է ընդունում, այն հանգամանքը, որ ինքը կարողացավ հայտնվի այդ գետի մոտ, այն հանգամանքը, որ ինքը կարողացավ այդ գետում լոգանք ընդունի, դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը ողորմածություն ունի Սարասվատի աստվածուհու կողմից, չէ՞։ Եվ ուրեմն, սիրելիներս, ստանալով գիտելիքի ուրեմն օրնանքը, այսինքն այդ գիտելիք ստանալու օրնանքը Վիդուրան ինքը շարունակեց եւ հայտնվեց Յամունա գետի ափին։ Մենք քննարկեցինք մի թեթև Յամունա գետի տխրահռչակ իրավիճակը այս պահին, չէ՞, եւ ուրեմն փորձեցինք ալտերնատիվա գտնել, որպեսզի
ինքը գետը գետին հնարավորություն տանք, որպեսզի ինքը արտահայտի իր սրբությունը, անկախ նրանից, թե ինչ են անում նրա հետ մարդիկ։ Եվ մենք ուրեմն խոսեցինք նրա մասին, որ Յամունան ինքը արդեն հոգևոր զգացմունքների դաշտ թողնող գետն է եւ իրավողորմածություն ստանալ, դա նշանակում է կարողանալ անցալել Գերագույն Աստծո անձնավորության եւ կենդանի էակների հարաբերությունների, եթե ես այսպես հայավարի տնավարի ասեմ, համն ու հոտը։ Ուրեմն եւ հենց այդտեղ ինքը հանդիպեց Ութավային։ Ութավան Վիդուրայից ավելի երիտասարդ էր, ինչպես մենք դա ձեզ հետ քննարկեցինք, շատ կարևոր նրբություններ էին, թե ինչպես իրենք իրար բարևեցին։ Ես ներկայացնում եմ նաև այդ ուշադրություն եմ դարձնում նաև այդ կուլտուրայի վրա, որովհետև մեր ժամանակներում մարդիկ իրանք գնում են հարաբերությունների ռացիոնալիզացիային եւ այդ ռացիոնալիզացիայի մեջ բան է արվում, էլի շատ դուրբ, շատ գեղեցիկ մշակույթներ վերանում են, թեկուզ եւ իհարկե արդարության համար իհարկե կարող ենք փաստել, չէ, որ մեր ժամանակներում շատ մեծահասակ մարդիկ իրենք ոչ իրենց ապրած կյանքով, ոչ իրենց արժեքային համակարգով, ոչ իրենց բնավորությամբ, ոչ արարքներով, ոչ մի բանով ընդհանրապես արժանի չեն համարվել մեծահասակներ, եւ դա է պատճառը, որ աստվածամերժերը իրենք գնում են այն ճանապարհով, որ երիտասարդը ոչ մի կարիք չկա, որ հարգի մեծահասակին, ինչու են այդ մշակույթը մտցնում, որպեսզի մեծահասակները կորցնեն իրենց հնարավորությունը ավիրել երիտասարդների կյանքը, իրենց սխալ կոնցեպցիաներով։ Երբ որ մենք խոսում ենք սխալ մեծահասակի մասին, ապա դա ճիշտ բան է, ճիշտ երևույթ է, բայց իրականում մենք կարողանում ենք հասկանալ, որ այդ սկզբունքի կիրառման ժամանակ տուժում են նաև այն անձնավորությունները, որոնք իրենց ապրած կյանքով, իրենց մտածելակերպով, այն գաղափարներով, որոնք իրենք առաջնորդվել են, իրականում արժանի են հարգանքի։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, մենք դրա համար ես հատուկ շեշտում եմ ամեն անգամ, թե երբ որ հանդիպում են մեծ անձնավորություններ, երբ որ հանդիպում են այն անձնավորությունները, որոնք իրենք ինչ որ մի մշակույթի հետևորդներ են, եւ տեսնում ենք, թե իրանք ինչպես են բանանում։ Ուրեմն Ութավան ինքը ավելի փոքր էր տարիքով Վիդուրայից եւ իրականում ինքը պետք է խոնարհվեր Վիդուրային իրան բարևելուց, եւ իսկ Վիդուրան ինքը հասկանում էր, որ հոգեվոր զարգացման տեսանկյունից Ութավայի դիրքը ավելի բարձր է։ Եվ այդ որպեսզի ինքը հարթի այդ ուրեմն հակասությունը, որովհետև մի կողմից Ութավան ինքը ոչ մի կերպ Վիդուրայից խոնարհումներ չէր ընդունի, իսկ Վիդուրան էլ ինքը չէր կարող թույլ տալ, որպեսզի հոգևոր տեսանկյունից իրանից ավելի զարգացած անձնավորությունը իրեն խոնարհումներ առաջարկի, դրա համար Վիդուրան ինքը շտապեց գրկի Ութավային, որպես ոչ ինձ ոչ քեզ, էլի։ Արի ենթադրենք, որ մենք ասենք ինչ որ իմաստով հավասար ենք իրար, այսինքն ես ծերությամբ եմ, ես իմ հասակով եմ արժանի հարգանքի, իսկ դու քո մակարդակով, ուրեմն արի գրկենք իրար հավասարի նման։ Եվ ուրեմն հետո տեսանք, որ Վիդուրան ինքը սկսեց Ութավային հարցեր տալ, որովհետև այդ պահին Տեր Քրիշտան ինքը դեռ էր։ Այսինքն իրան համար հետաքրքիր էր, թե ընդհանրապես ինչպես էին, ասենք, ինչպես էին տեղի ունենում իրադարձությունները, ով իրեն ինչպես էր զգում, ով ինչ վիճակում էր, եւ մենք ուրեմն կարդում ենք մեր հաջորդ տեքստը, որտեղ Վիդուրան շարունակում է տալ իր հարցերը։ Ով Ութավան, ասա ինձ, թե ինչպես է Պրաջումնան Յադուբանակի հրամանատարը, ով իր նախորդ կյանքում Կուպիդոնն էր, նա Տեր Քրիշնայի եւ Ռուկմինիի որդին է, որ ծնվել է նրան բրահմանների օրհնությամբ, որոնց նա ժամանակին կարողացել է գոհացնել։
Ուրեմն նոր հերոս ունենք Պրադյումնան եւ ասվեց, որ ինքը անցյալ կյանքում եղել է բանը Կուպիդոնը, այսինքն սիրո աստվածը։ Եվ այստեղ իհարկե մենք այսօր նորից շատ հետաքրքիր պատմություն ունենք, ուրեմն կարդալու կամ ասենք ծանոթանալու, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ժամանակին այս պատմությունը իրականում ինքը կապված է Տեր Շիվայի հետ։ Հա, ինքը կապված է Տեր Շիվայի հետ եւ ինչ է ընդհանրապես տեղի ունեցել։ Ներկայացվում է, որ Տեր Շիվան ինքը ընդհանրապես տգիտության գոյավիճակի աստվածությունն է, հա, եւ ինքը միշտ գտնվում է մեդիտացիայի մեջ։ Մենք խոսում ենք նրա մասին, ընդհանրապես պետք է հասկացվի, թե այդ ինչի վրա է ընդհանրապես կենտրոնացած Տեր Շիվան։ Իրականում կա այդպիսի պատմություն, որ մի անգամ նրա կինը Դուրգան ինքը հենց այդպես էլ հարցնում է Տեր Շիվային։ Ինքը հարցնում է, ասում է. ամբողջ աշխարհը քեզ խոնարհվում է որպես գերագույն Աստծո անձնավորության, բայց դու գտնվում ես մեդիտացիայի մեջ։ Կարող ես ասել, այդ ինչի վրա ես կենտրոնացած։ Ինչու էր այդ հարցը կարևոր։ Այդ հարցը կարևոր էր, որովհետև երբ որ կենդանիակը ինքը ինչ-որ մի բանի վրա կենտրոնանում է, չէ, դա նշանակում է, որ կա ինչ-որ մի բան, որը իրանից ավելի բարձր է։ Հատկապես երբ որ խոսքը գնում է աստվածությունների մասին, չէ։ Եվ Տեր Շիվան այնտեղ կասի, որ ինքը կենտրոնացած է ուրեմն Տեր Շրի Կրիշնայի եւ նրա սիրեցյալի Շրիմաթի Ռադհարանիի վրա։ Ինչու։ Տեսեք, մենք խոսում ենք նրա մասին, որ Տեր Շիվան ինքը ուրեմն բանի մարմնավորումն է։ Ոչ թե մարմնավորումն է, այլ նյութական աշխարհում ավիրման process-ների ղեկավարն է, այսինքն տգիտության ղեկավարն է։ Մի կողմից նա մի անձնավորություն է, նա գերագույն Աստծո այն բանն է, բապաշին եւ ոնց էր այրեն, մարմնավորումն է, հա, կներեք, հա։ Ուրեմն մի կողմից ինքը գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորումն է, որի շնորհիվ որին ընդհանրապես խոնարհվում են, երկրպագում են բոլոր այսպես կոչված ցածր դիրք ունեցող կենդանիակները։ Այսինքն նրանք, ովքեր արատավոր բնություն ունեն։ Հա, տեսեք օրինակ, երբ որ մենք խոսում ենք արիացիների մասին, չէ՞, արիացիների մասին խոսելուց մենք խոսում ենք անձնավորությունների մասին, որոնք իրենք քաղաքակիրթ են։ Եվ քաղաքակիրթ են չի նշանակում, որ գոռոզ են։ Մենք դեռ հատուկ պատմություն ենք ունենալու այդ քաղաքակրթության ներկայացուցիչի, որը ինքը գոռոզության մեջ էր ընկել, հա, որը ինքը գոռոզության մեջ էր ընկել, կներեք նորից մոռացել էի անջատեմ, որը ինքը գոռոզության մեջ էր ընկել, թե ինքը ինչ խնդիրներ կունենա հենց Տեր Շիվայի հետ, հա։ Եվ ինքը, ասենք, դա հետագայում մենք մանրամասը կքննարկենք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, երբ որ մենք խոսում ենք արիացիների մասին, մենք խոսում ենք քաղաքակիրթ հոգիների մասին, որոնք իրենք շարժվում են հոգևոր ճանապարհով, ունեն հոգևոր առաջընթաց, հա, եւ հետեւաբար առաքինության դաշտ են ստեղծում եւ այդ կենդանիակները ըստ գերագույն Աստծո անձնավորության կարծիքի իրենք արժանի են երջանկության։ Եվ որովհետև իրենք արժանի են երջանկության, իսկ երջանկությունը ինքը հնարավոր է միայն եւ միայն այն դեպքում, երբ որ կենդանիակները բարիացակամորեն համագործակցում են իրար հետ։ Մենք տեսեք ժամանակին խոսեցինք դրա մասին, որ իրականում տգետներն էլ կարող են համագործակցել, կրքոտներն էլ կարող են համագործակցել, բայց իրենց համագործակցությունը ինքը միշտ ժամանակավոր է։ Այսինքն ինչ որ մի պահ, եթե նրանց շահերը համընկնում են, հա, օրինակի համար ասենք, երկու ուրեմն տգիտության գոյավիճակի մեջ, այսինքն նրանք ովքեր բռնության հանդեպ հակում ունեն, երկու հոգի կենտրոնացել են կամ երկու պետություն կենտրոնացել են կամ երկու ազգ կենտրոնացել են, որ ոչնչացնեն մի հոգու կամ մի ազգի կամ մի պետության։ Այդ ժամանակ իրենք իրար հետ միանում են եւ այդ ընդհանուր ուժերով բռնություն են կատարում դիմացինի հանդեպ։
Երբ որ բռնությունը կատարվեց եւ անձնավորությունը ինքը ավիրվեց, թե այդ ավիրվածության արդյունքում իրանից ինչ մնաց եւ այդ մնացածից ում ինչ է հասնելու, իրանք այդտեղ թշնամանում են իրար դեմ։ Չէ՞։ Եվ երբ որ իրանք գնում են համագործակցության, իրանք միշտ նախապես պլանավորում են ամեն մի կողմը։ Եթե տնավարի լեզվով ասեմ, թե վերջում ոնց են գցելու իրանց գործակցին։ Հասկանում եք, կրկի գոյավիճակի մեջ կենթանիակը ինքը կարող է, այսպես էլի, նախասկզբնական այդ փուլում, չէ, ինքը կարող է անկեղծ մղումներ ունենալ, բայց հենց որ գալիս է հաղթանակը, այդ որ հաղթանակը պիտի կիսվի, հա, այսինքն օրինակ, պիտի կիսվի փառքը, պիտի կիսվի փողը, հա, եկամուտը, այդ ինչի համար որ իրանք միացել էին, պիտի կիսվի, այդ անհրաժեշտությունից իրանք սկսում են նեղվել։ Եվ արդեն իրար մեջ են պայքար սկսում, որպեսզի մեկի կարևորությունը առավելություն ձեռք բերի, որպեսզի ինքը կարողանա կոպիտ ասած ասի, հա, բոլորս էլ փառք ունենք մեր գործողության շնորհիվ, բայց փառքի 60%-ը իմն է, ուրեմն արդյունքն էլ 60%-ը իմն է։ Հասկանում եք, չէ՞, Ամերիկա չեմ բացում, էլի բոլորս էլ սա գիտենք։ Ուղղակի չենք իմանում, որ դա գիտության եւ կրքերի գոյավիճակի արտահայտությունն է, հա։ Հիմա տեսեք, իսկ երբ որ համագործակցում են առաքինի անձնավորությունները, չէ, նրանց համագործակցությունը ինքը սկզբից մինչև վերջ հենված է բարյացակամ վերաբերմունքի վրա։ Այսինքն առաքինի անձնավորությունը, երբ որ ինքը ինչ-որ մեկի հետ ինչ-որ մի հարցում համագործակցում է, ինքը ազնվորեն վերջում համարում է, ինքը իրա մեջ ազնվորեն համարում է, որ ինքը իրա լուման ունի ներդրած, դիմացինը իրա լուման ունի ներդրած, եւ երկուսը պիտի այսենց արխային վայելեն իրանց ներդրման արդյունքները։ Այսինքն իրանք ոչ սկզբում, ոչ ընթացքում եւ ոչ էլ վերջում ոչ մի վատ բան մտահաղացումներ իրար հանդեպ չեն ունենում։ Ինչու, որովհետեւ առաքինի են։ Չէ, հիմա տեսեք, մենք էս խոսացինք դրա մասին, որ այդ եւ առաքինության գոյավիճակի ղեկավարն է Արարիչը, Տեր Վիշնուն, ըստ արիացիների։ Բայց ըստ էության Արարիչը բոլորովին կապ չունի, թե իրան որտեղ ինչպես ինչ են անվանում։ Գիտեք, օրինակ իմ ասենք, ոնց որ ինձ համար մեկը կարող է ասել, որ ես Մանուշակն եմ, կամ չգիտեմ, Անահիտն եմ։ Եվ ինձ համար դա բացարձակ մեկ է, թե ով ինչ կխոսա։ Ես ունեմ իմ անունը։ Հիմա նույնն էլ դա է, հասկանում եք, Արարիչը ինքը անձնավորություն է, ինքը ունի իր անունը, իր համար բացարձակ մեկ է, թե իրան որտեղ ոնց են կոչում, եւ որ իրան կոչում են ոչ իր անունով, ինքը ընդհանրապես այդտեղ չի գալի, դա էլ ասեմ, չէ՞։ Ասեք հիմա ոնց որ ես ով ուզում է հիմա պատուհանի հետևից գոռա Շուշան, ես կարձագանքեմ։ Շատ, եթե շատ գոռա, դուրս կգա, որպեսզի նայեմ, այդ Շուշանն ինչ եղավ, որ այս մարդը այսքան գոռում է։ Հասկանում եք։ Եվ ինքը մաքսիմում կարող ասի, բա ես ձեզ էի կանչում։ Ես էլ կասեմ, բայց գիտեք, ես Շուշանը չեմ։ Հասկանում եք։ Այն նույն բանն է, մենք պիտի հասկանանք, էլի, որ աստվածները իրանք անձնավորություններ են։ Հասկանում եք, մենք ոչ մի ձևի ինչ որ այդ էության մեջ չենք ուզում խորանանք, որպեսզի նկատենք, թե ինչքան ծիծաղալու ձևի ենք մենք վարվում այդ գաղափարների հետ։ Որովհետև երբ որ մենք ասում ենք ազգային Աստված, դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը օրինված է։ Հասկանում եք։ Արդեն իսկ, всё, ինքը փաստում է, որ դա հորինված աստվածություն է։ Եվ այդտեղ ոչ ուժ կա, ոչ անձնավորություն կա, ոչ իսկ եթե անձնավորությունը չկա արձագանք։ Բա ինչ կա։ Կա ընդհանրապես ձևավորված էգրեգոր։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ եթե այդ էգրեգորը ձևավորել են վատ անձնավորություններ, էգրեգորը ինքը լավը չի։ Եթե այդ էգրեգորը ձևավորել են առաքինիները, այո, խնդրեմ, ինքը շատ լավ էգրեգոր է, դաշը չեն էլ զգա, որ այդ աստվածությունը ինքը կա, չկա, լրիվ մեկ է։
Հասկանում եք, չէ՞, այս պարզագույն բաները մենք պիտի հասկանանք, էլի վերջապես, մի հատ էս կողքից նայենք, չէ՞, հիմա ինչու եմ այսքան ասում, որովհետև Տեր Շիվան ինքը, տեսեք հիմա, ինքը տգիտության գոյավիճակի ղեկավարն է, ինքը էլի Աստվածն է, ինքը Աստծո այն մարմնավորումն է, չէ, որը տերություն է անում նյութական աշխարհում արատավորներին։ Հիմա տեսեք, երկու տարբեր տրամադրություն։ Երբ որ կա կրոնական դաշտ կամ կրոնական պետություն, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ պետությունում ներկայանում է որպես արարիչ եւ այդ տարածքի պահապան։ Եվ եթե հանկարծ արատավորները փորձ են կատարում պատերազմով գալ, որպեսզի ավիրեն եւ սեփականացնեն հոգեվոր մարդկանց ձեռքբերումները, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ խիստ քայլերի է դիմում այդ տարածքը պաշտպանելու համար։ Եվ այդ նույն ազնվորությունը ինքը մարմնավորում է տալիս, չէ՞, այսինքն եւ Վիշնուն է նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումը եւ Շիվան։ Նրանք, ովքեր մտածում են, որ Վիշնուն ինքը գլխավոր աստվածությունն է, իրանք ընդհանրապես չեն կարող հասկանալ, թե ինչպես հայտնվեց Շիվան, հա? Եվ հիմա տեսեք, սիրելիներ, չէ՞, ուրեմն այ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այստեղ, ուրեմն դերակատարություն է կատարում որպես պաշտպան, բայց հետո տալիս է մի հատ առանձին մարմնավորում, որտեղ աջակցում է այս արատավոր հոգիներին։ Ինչի համար։ Բոլոր պատճառները մենք հիմա իհարկե չենք քննարկի, որտեղ այդ պատճառները իրենք կամ այսպես ակնհայտ են եւ կոպիտ, հա, եւ կան շատ ահավոր նուրբ պատճառներ, որը մենք հիմա դեռ որ այդ խոսակցություններին պատրաստ չենք։ Դա հետագայում կամաց ընթացքում Բhagavad-ը քննարկելուց մենք ավելի ու ավելի մեծ պատկերացումներ կունենանք Տեր Շիվայի մասին, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն ինչու համար է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես անում։ Համար առաջի արգումենտ, որովհետև նյութական աշխարհը ինքը ստեղծված է ոչ թե հոգևոր ճանապարհը բռնած կենդանիակների համար, այլ այն կենդանիակների համար, որոնք իրենք արատավոր ցանկություններ ունեն, եւ այս տարածքը, որը կոչվում է նյութական աշխարհ, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տվել է կենդանիակներին, որպեսզի իրանք իրականացնեն հենց այդ իրանց ցանկությունը։ Հասկանում եք հիմա, այ որպեսզի իրանք իրականացնեն իրանց արատավոր ցանկությունները, չէ՞։ Դրա համար իրանք, մենք խոսել ենք, չէ՞, թե դրա մասին, որ այստեղ մի շատ կարևոր թեմա կա, եւ այդ թեման ինքը կայանում է նրանում, որ կենդանիակը ինքը ունի ընդամենը մի հատ էներգիա, դա ցանկության էներգիան է։ Մնացած ամեն ինչը, ինչի միջոցով, որ ինքը փորձում է այդ իր ցանկությունը իրականացնի, դա Գերագույն Աստծո ազնվորության հնարավորություններն են։ Ուրեմն մենք գալիս ենք այդ գաղափարին, չէ՞, որ կենդանիակը ինքը պետք է ուրեմն բանանի, ասեք, որ կենդանիակը ինքը պետք է օգնություն ստանա Գերագույն Աստծո ազնվորությունից եւ Տեր Շիվան ինքը այդ ազնվորությունն է առաջի հերթին։ Ինքը ընդունում է այդ ծառայություն, այդ ուրեմն երկրպագությունները եւ երբ որ արատավորները իրենց արատավոր ցանկությունները իրականացնելու համար դիմում են, այդ ճկրություններ են կատարում հոլարվելով Տեր Շիվային, Տեր Շիվան ինքը ասում է, եղավ, ինչ ես ուզում, դիեզերքի վրա իշխանություն, գնա ունեցի, ինչ ես ուզում, բոլորին սպանելու հնարավորություն, գնա արա։ Ինչու, ոչ թե դրա համար, որ ինքը չար է, այլ նորից ենք կրկնում, որովհետև նյութական աշխարհը ինքը ստեղծված է այդ կենդանի էակների համար։ Հիմա ինչու է ինքը եւ Վիշնու եւ Շիվա, այսինքն եւ արարիչ եւ քանդող, հա? Ինչու համար։
Որովհետև այո, նյութական աշխարհը ինքը երկակիության աշխարհ է։ Եվ այս աշխարհում միշտ կան հոգևոր կենդանի էակներ, այսինքն, եթե մենք էությամբ ենք խոսում, նրանք ովքեր փոշմանել են իրենց նյութական գոյության համար, հա, եւ վերցրել են հետ գնալու ճանապարհը։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ատամներով պաշտպանում է այդ տարածքը, եթե այդ տարածքը կա։ Մենք շատ ենք խոսում դրա մասին, էլի, որ մեր ժամանակներում մարդիկ իրենք շփոթում են ֆորմալնի, ձևական կրոնականությունը իրական կրոնականությունից, որտեղ մենք չենք խոսում նրա մասին, որ ուղղությունները սխալ են։ Մենք խոսում ենք, որ ցանկացած հոգևոր ուղղություն ինքը ունի ձևական կատարող եւ իրական։ Հասկանում եք։ Այդ իմաստով, այո, ես ասում եմ, կարող եք ինձանից նեղանալ, բայց եթե մի թեթև, այսպես էլի, ազնվորեն գնահատեք, դուք կընդունեք դա։ Հասկանում եք, որ հայերը իրենց մեծամասնությամբ, ոչ իրենց բնավորությամբ, ոչ իրենց կենցաղով, ոչ այն հարաբերություններով, որոնք իրանք ստեղծում են, ոչ մի բանով ընդհանրապես երբեք չեն եղել եւ չկան քրիստոնյա։ Հասկանում եք, իրանք ապրում են ոնց ուզում են, այդ դա է ձևականությունը, եւ համարում են իրանք քրիստոնյա։ Բայց ամբողջ խնդիրը ոչ մեկ չի ուզում նկատի, որ խնդիրը նա չի, թե դու քեզ համարում ես քրիստոնյա, թե չէ։ Խնդիրը նա է, թե Քրիստոսը քեզ համարում է քրիստոնյա, թե չէ։ Հասկանում եք։ Այսա շատ կարևոր խնդիրներ են, որը, ասենք, ազնվորությունը ինքը իր համար պետք է իրան հաշիվ տա ընդհանրապես իր պահվածքի մեջ, չէ՞։ Ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության գաղափարը ինքը կայանում է նրանում, որ առաքինիները իրանք երջանկության են արժանի, իրենք կարողանում են իրար հետ համագործակցել։ Եվ ես միշտ իրենց հնարավորություն եմ տալու, բացի աստվածամերժության դարաշրջանից, ես միշտ իրենց հնարավորություն եմ տալու, որ իրենք ունենան իրենց պետությունը եւ թույլ չեմ տալու ձեզ, որ դուք մտնեք այնտեղ։ Ինչու այդպիսի հարց կա, որտեղ իրանք երբեք ոչ մեկի տարածք չեն մտնում։ Ավիրելու համար։ Հասկանում եք։ Իրանք եթե նույնիսկ մտնում են, մենք դա քննարկել ենք արդեն։ Իրանք մտնում են, երբ որ իրանք տեսնում են, որ կողքի պետությունում, չգիտեմ, արքան ինքը չարաշահում է իր դիրքը եւ դրա հետևանքով ժողովուրդը երջանիկ չի։ Իրանք մտնում էին այդ արքայի հարցը լուծելու համար։ Հաստատում էին առաքինության օրենքները, ինչու համար, որպեսզի բոլորը սկսեն զարգացնել առաքինություն եւ հաստատվեն նյութական երջանկության մեջ, գոնե առնվազն։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է, իրանք գալիս են զավթելու, որպեսզի ավիրեն եւ կողոպտեն։ Սա լրիվ ուրիշ նպատակ է։ Եվ դրա համար Գերագույն Աստծո ազնվորությունը ասում է, իսկ ձեզ ես հնարավորություն կտամ, որ դուք էլ առանձին ձեր համար, հա, եւ այդտեղ ամենալավ օրինակը, եթե արիացիների օրինակները վերցնենք, դա հենց Ռամայանայի, հանրահայտ Ռամայանայի, ուրեմն Այոթյան է, այսինքն որտեղ որ Տեր Ռամաչանդրան էր, հոգևոր դաշտն է, եւ Լանկան, որը ինքը դեմոնների պետությունն էր, որը այնպես է նկարագրվում, որ մեկ-մեկ սկսում ես մտածել, որ իրենք շատ ավելի բարեկեցիկ կյանքով էին ապրում, քան Այոթյայում։ Հասկանում եք։ Եթե դուք առանձին եք ապրում ու իրար չեք խանգարում, ու ինչ է, ուզում եք դուք էլ այստեղ ճիքեր եք գործադրել, որ լավ ապրեք, ճիքեր գործադրեք եւ լավ ապրեք։ Այստեղ մի խցկվեք։ Այստեղից այդտեղ չեն խցկվելու։ Դուք այստեղ մի խցկվեք։ Всё, այդ չեք խցկվում, ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը ես մի անգամ դա արդեն ասել եմ, նյութական աշխարհի երկրորդական ղեկավարներ է նշանակում կիսաստվածներին, որտեղ իրենք առաքինի են։ Իրենք այդ օրենքը, որ ամեն մեկը ունի իր տարածքը, այդ օրենքը պահպանում են։ Հասկանում եք, իրանք խցկվում են, այն էլ մենակ Տերին դրան, հա, մենակ ասենք, իրանք խցկվում են աստվածամերժերի տարածք, երբ որ դե իրանք շատ մեծ հզորություն ունեն, չէ, շատ մեծ
հնարավորություններ ունեն, այև որ իրանք տեսնում են, որ ինչ-որ մեկը սկսեց ճգնություններ անել, որպիսի դրախտային մոլորակները զավթի, այն մենակ այդ ժամանակա, որ իրանք սկսում են ինչ-որ գործողություններ անել, որ այդ կենդանիակին թույլ չտան, որ ինքը այդ ճգնությունը անի, որպիսի իրանց կյանք անհանգստություն չգա, բայց գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այնպես է դասավորում, որ կարողանա եւ այդ անհանգստությունը գա, ինչու համար։ Սա շատ կարևոր խոսակցություն է։ Կենդանիակի հոգեբանությունը դա երջանկությունն է։ Երբ որ կենդանիակը ինքը հասնում է երջանկության, ինքը դադարում է փիլիսոփայել։ Այսինքն իրան արդեն չի հետաքրքրում, որ իրան փիլիսոփայությունը հետաքրքրում է այն ժամանակ, երբ որ ինքը տառապում է։ Այբ որ ինքը տառապում է, իրան այդ փիլիսոփայությունը հետաքրքիր է։ Ինչու՞, որտեղ ինքը խնդիր ունի տառապանքից դուրս գալու, եւ ինքը այո, ուզում է հասկանա, իսկ ինչու եմ ես տառապում։ Հասկացաք։ Հիմա, երբ որ կենդանիակը ինքը հաստատվում է երջանկության մեջ նյութական աշխարհում, այսինքն դրախտային մոլորակներ ուծվեց, որտեղ կյանքը հեշտ է, ապրուստը հայթայթել է ընդհանրապես միջոցները, այդ ուղղակի մոտենում ես մի հատ ծառի, ցանկություն ես հայտում, քո ցանկությունը իրականանում է եւ վերջ։ Ուզում ես պալատ ունենաս, պալատ ես ունենում, ուզում ես ծառի տակ ապրես, լավ ծառ ես ունենում, կոպիտ ասած, հասկանում եք, ինչ ուզում ես, այն էլ ունենում ես։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք այդ ամեն ինչի մեջ, չէ՞։ Կենդանիակը ինքը երբ որ հայտնվում է դրախտային կյանքում, չէ, ինքը կանգնացնում է իր հոգևոր աճը, որովհետև իրան թվում է, որ ինքը ունի այն ինչ որ իրան պետք է, եւ ինքը վայելում է իր գոյությունը, այլ որպիսի այդ կենդանիակները, որոնք իրենք առաքինության նպատակին հասան, հիշում եք, մենք ձեզ հետ շատ կարևոր խնդիր ենք, չէ, քննարկել, որ ես սիրահարվել եմ այս գաղափարախոսության վրա, առաջի հերթին այն պահից, երբ որ հասկացել եմ, որ գերագույն Աստծո անձնավորությունը արիացիների կատարմամբ կենդանիակներին վերադարձնում է չերես, այդ անցկացնելով նյութական երջանկության միջով։ Հասկանում եք։ Այբ որ ես առաջի անգամ կարդացի, որ նախասկզբնական կրոնականությունը արիացիների մոտ, այսինքն կարմա յոգան, ինքը բաղկացած է դհարմա արթա կամա մոքշայից, այսինքն դու կատարում ես կրոնական ծիսակատարությունները, պահպանում ես բարոյականության օրենքները եւ ստանում ես հիմա ոչ թե իմաստություն, ոչ թե Աստծո չգիտեմ ինչ, այլ առաջի հերթին ստանում ես տնտեսական զարգացում։ Արդյա դա տնտեսական զարգացումն է։ Երկրորդ հերթին ստանում ես կամա, ցանկությունների կատարում։ Երրորդ հերթին ստանում ես անկախություն։ Ես շոկի մեջ էի, երբ որ առաջի անգամ սա կարդացա, ի՞նչ հասկացա։ Որովհետև մենք լրիվ ուրիշ բան ենք, չէ՞ սովոր, որ ամբողջ կյանքում դու պիտի քեզի մեղավոր զգաս, որտեղ այդ աղմախ Եվան մի հատ խնձոր է կերել, հա պիտի գլուխը 10 պատերով, ներողություն խնդրես, որտեղ կեղտի մեջ ես ծնվել, չգիտեմ ինչ ես արել, բան, մեզ է տեսնենք հələ վերջում, կարող է մի բան էլ մտածենք, ասենք, այս մի բանը սխալ ես արել, ու դու էլի չգնես Հիսուսի մոտ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այն ինչին, որ մենք սովոր էինք, այս սա շոկային գաղափարեր ընդհանրապես, ասես ինչ է խոսում։ Հասկանում եք, չէ՞։ Ու հիմա տեսեք, ասենք հոգեբանության տեսանկյունից, չէ՞, ինքը գալիս է մի հատ կետ, որտեղ առաքինության գոյավիճակը ազատագրման համար դառնում է խոչընդոտ։ Այդ տրանսցենդենտալ գաղափարը, որը առաջ են քաշում արիացիները, չէ՞, սա է այդ սահմանը։ Հասկանում եք, որ առաքինության մեջ կենդանիակը ինքը հաստատվեց երջանկության մեջ, եւ որ ինքը հաստատվեց երջանկության մեջ, չէ՞, օրինակ ասենք, շատ մարդիկ իրենք մտածում են, ոնց կնի, իհարկե, աստվածամերժության դարաշրջանում հաստատվել երջանկության մեջ, դա պրակտիկորեն հնարավոր չի, ինչու համար, որտեղ համագործակցող չկա։ Պատկերավոր ասած, այդ բառը շատ են սիրում, լույսի մեջ համագործակցող չկա։
Ամեն մի իրան լույսի տեղ համարող մարդը ինքը գնում է այն ճանապարհով, որ լույսը մենակ ես եմ, մնացած ամեն ինչը մութ է ու ինձանից ոչ հավասար, ոչ էլ բարձր, ոչ մեկ չկա։ Բոլորը ցածր են, բոլորը պետք է խոնարհվեք իմ լույսին։ Սա առաքինության հետ ոչ մի կապ չունեցող գաղափարներ են, սա կրկերով լիքը կրկերի մեջ նպատակներ ունեցող անձնավորությունների պահվածք է։ Հասկանում եք, որովհետև իրական առաքինության առաջի սիմպտոմը դա համագործակցությունն է։ Եվ առաքինության մեջ համագործակցությունը։ Ես նորից եմ շեշտում, որ եւ տգետներն են համագործակցում, եւ կրքոտները, բայց իրանց համագործակցությունը ժամանակավոր է, եւ որ գալիս է արդյունքները ստանալու ժամանակը, իրանք իրենց առաքինի կերպով չեն պահում։ Եվ սա հարաբերությունների մեջ մշտական լարվածություն է, չէ՞։ Ուրեմն աստվածամերժության դարաշրջանում կենթանիակը ինքը պիտի հասկանա, որ ինքը իրան բերել է այդ իրավիճակին, այն բերել է նրան, որ ինքը ծնվել է աստվածամերժության դարաշրջանում։ Հիմա, բայց Աստված ինքը ողորմածության ձեռք է մեկնել, հա, եւ կենթանիակը հնարավորություն է ստացել, եթե ինքը հետաքրքրվում է ճշմարտությամբ, հնարավորություն է ստացել վերցնել հոգևոր ուղին։ Հա, հիմա տեսեք, այ եթե մարդը ինքը իր սկզբնական պոզիցիայում այս ամեն ինչը հասկանում է, չէ՞, ինքը այո, լցվում է համբերությամբ։ Համբերությունը, տեսեք, ինքը, օրինակ, սա իմ հերթական շոկն էր արիացիների գաղափարախոսության մեջ, չէ՞, որտեղ մեզ համար, երբ որ մենք ենք օգտագործում համբերություն խոսքը, գիտեք, 90% այն բաները, որ ես այս պահին հասկանում եմ արիացիների ժառանգությունից, իրանք հենված են նրա վրա, որ ես մի պահ հասկացա, որ արիացիները երբ որ ինչ-որ մի բառ են օգտագործում, իրանք ուրիշ բան են հասկացել այդ բառի տակ, այլ ոչ թե հասկացել են այն, ինչ մենք ենք հասկանում։ Երբ որ մենք հասկանում ենք բառի տակ այն, ինչ որ մենք ենք հասկանում, մենք լրիվ ուրիշ եզրակացությունների ենք գալի, որոնք մեզ տանում են փակուղի։ Եվ այդ ժամանակ արիական գաղափարախոսությունը ինքը չի տալիս իր արդյունքը։ Իսկ իր արդյունքներն են սկզբում նյութական երջանկություն, հետո նյութական աշխարհից անկախություն, հետո հանդիպում գերագույն Աստծո ազնվորության հետ, հետո այդ հանդիպումի հիման վրա հարաբերությունների ձևավորում Աստծո հետ։ Իր արդյունքներն են։ Բայց երբ որ մենք բառերին չենք տալիս այն նշանակությունը, որը իրանք են տվել, մենք սխալ ուղով ենք գնում։ Եվ ճիքեր ենք գործադրում, այնտեղ տանջվում ենք, պատերի ենք հանդիպում, ճակատով հաուզում ենք, այդ պատը ջարդենք, չի ջարդվում, հասկանում եք, ես այստեղ համբերության խոսքի մասին եմ ուզում խոսել։ Երբ որ մենք ենք ասում համբերություն, հասկանում եք, մենք հասկանում ենք, որ համբերություն դա նշանակում է ինչ որ մի բանը անսահման այնպես չի, ինչպես որ ես եմ ուզում։ Բայց ես ինչ, հիմա արդեն կարևոր չի, ինչ մոտիվներից դրդված հասկանում եմ, որ այն ինչ որ ինձ համար ընդհանրապես ցանկալի չի, ես դրանից պրծում չունեմ։ Կամ ինչ որ մի հատ շահ ունեմ, որ այդ ինձ համար անցանկալի երևույթը նպաստում է, որ ես ինչ որ մի հատ իմ շահը բավարարեմ։ Հա, այսինքն համբերությունը դա միշտ նշանակում է, չէ՞, որ ազնվորությունը ինքը բան է արել, ասեք, որ ազնվորությունը ինքը համբերում է, հա, որովհետև ստիպված է։ Եվ երբ որ մենք, օրինակ Տեր Քրիստոսն ինքը ասում է, որ կինը դա համբերություն է, իր առաջի որակը դա համբերությունն է, որ ինքը համբերության հիմքի վրա է հետո դրսևորում հավատարմություն, չէ՞։ Մենք այդպես ենք հասկանում, այսինքն տղամարդիկ իրենք սովորաբար դա հասկանում են այսպես, այսինքն մենք իրավունք ունենք, ոնց ուզում ենք մեզ պահենք, կինը պիտի համբերի։
Այս գաղափարի հիմքի վրա հազարամյակներ շարունակ կինը կրոնականության դաշտում եղել է բռնաբարված, արհամարված, չգիտեմ, ստորացված, եսիմ առարկայի տեղ օգտագործված անձնավորություն։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, իսկ երբ որ արիացիներն են ասում համբերություն, իրանք ասում են, երբ որ դու ճիշտ գործողություններ ես կատարում, դու դատապարտված ես երջանկության։ Եվ այդ ընթացքում, երբ որ դու համբերում ես, երբ որ դու գնում ես դեպի քո նպատակը, քեզ մի քիչ համբերություն է պետք, հասկանում, դու պիտի ժամանակ տաս, որպեսզի քո կատարած ծիսակատարությունները կարողանան քեզ բերեն երջանկության։ Այսինքն արիացիների իրականացմամբ, երբ որ իրանք են ասում համբերություն, դա ոչ թե տառապանքը համբերելու անհրաժեշտությունն է, որ դու համարվես կրոնական, այլ դա այն համբերությունն է, որը պետք է, որ դու կարողանաս անցնես այն ճանապարհը, որը անխուսափելիորեն քեզ պիտի բերի երջանկության։ Հիմա մյուս կողմից էլ մենք դա խոսացել ենք ձեզ հետ, առաքինությունը ինքը բան է, ինքը համագործակցության բանն է, չէ՞, սկզբունքն է։ Եվ աստվածամերժության դարաշրջանում դու չունես այդպիսի երկրորդ ձեռք։ Եվ այստեղ համբերություն բառը, ուրեմն արդեն ձեռք է բերում այն բանը, ակրասկու, այն գույնը, հա, որը, ասենք, իրան տալիս ենք մենք, որ սա անհույսությունը համբերելու, ուրեմն սիտուացիա է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, այդ տեսեք, երբ որ բանում այդ կենդանիակները, որոնք իրենք ծնվում են դրախտային մոլորակներում, իրենց համարում են, որ ամեն ինչը նորմալ է։ Եվ դրա համար է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի խանգարում, այսքան ասեցի դրա համար, ինքը չի խանգարում, որ դեմոնները իրանք ճգնություններ անեն, ուժ հավաքեն եւ գան ու անհանգստացնեն կիսաստվածներին։ Ինչու՞։ Այլ որպեսզի կիսաստվածները չմոռանան, որ նույնիսկ եթե երջանկություն կա, նյութական աշխարհը դա նախանձների աշխարհ է, եւ միշտ կան անձնավորություններ, որոնք իրանք անմիջապես կենտրոնանալու են քո երջանկությունը ոտնակող անելու գործընթացների վրա։ Եվ որ եթե դու ուզում ես այսպես, արխային երջանիկ լինես, ոնց որ հիմա քեզ թույլ ես տալի, դրա համար դու պիտի գնաս հոգևոր աշխարհ, որտեղ սա անհանգստություն պատճառող կենդանիակների աշխարհն է։ Եվ ոչ մեկ քեզ թույլ չի տա, հա։ Ինչ-ինչ մարդիկ թույլ կտան իհարկե, բայց ամիշտ կգտնվեն այն մարդիկ, որոնք հենց որ դու ինչ-որ մի բանի հասար, դու իրանց ինչ-որ մեկ-մեկ մարդիկ ասում են, ես իրան ինչ էի արել, որ ոչ մի բան չէիր արել, ուղղակի դու իրանից ավելի հաջողակ ես։ Վերջ, դա արդեն հիմք է, որպեսզի ինքը գիշեր ցերեկ մտածի, օրինակ ասեք, տեսեք, ինչ որակի վրա են ընդհանրապես հենվել Ստալինյան ժամանակներում կոմունիստները, երբ որ վերացնում էին լուսավոր մարդկանց, ինչի վրա են հենվել։ Ով էր իրանց օգնում այդ լուսավորներին հայտնաբերել։ Նախանձները, չէ՞։ Ոչ չգիտեմ, ասենք մարդը ինքը ապրում է այս շքամուտքում, 10 շքամուտք են կողմ մի հատ ողորմելի իրան նախանձում էր, գնում էր մի հատ անոնիմկա էր գրում, իրանց էլ ասում էին, բան, всё, անուն կարող եք չգրեք, մենակ մեզի տվյալը տվեք, այդ տվյալը վերցնում էին, ասում էր, այս ինչ մարդը սենց է ասել քո մասին, գնացիք 20 տարով Սիբիր։ Այդ ինչի վրա են հենվում, նախանձի, հասկանում եք, եւ այդ երևույթը Գերագույն Աստծո ազնվորությունը դիտավորյալ է պահում, այս այն հիմա խոսում, հիմա, բայց ներքին աշխարհով, այսքանը պատմեցի, որ մենք Տեր Շիվային հասկանանք, այդ Տեր Շիվան ինքը դա այն ազնվորությունն է, որը իրականում, ասենք արտաքինից, դա երևում է այդպես, որ ինքը արատավոր կենդանիակներին աջակցում է, իրանց ուժ է տալիս, հովանավորություն է տալիս, եսի ինչ, բայց իրան ներքին վիճակով ինքը այն ազնվորությունն է, որը օգտագործում է այդ արատավորներին, որպեսզի առաքիներին բրդի դեպի հոգևոր աշխարհ։
Սա որ մենք կարողանանք հասկանանք ընդհանրապես ով է Տեր Շիվան վերջնականում։ Ինչու ես սա պնդում, որովհետև երբ որ Դուրգան իրան հարցրեց դու ում վրա ես կենտրոնացած, Տեր Շիվան ասեց Կրիշնայի եւ իրա սիրեցյալի։ Ով է Կրիշնան։ Համընդհանուր երանության սկզբունքը։ Որտեղ է այդ սկզբունքը հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, այսինքն իր մեդիտացիաների մեջ Տեր Շիվան ինքը կենտրոնացած է, որ այդ կենդանիակների վերջնական հանգրվանը ինքը այստեղ է։ Եվ դրա համար արդեն այսը հիշեք։ Ինքը աջակցում է դեմոններին, որպեսզի օգտագործի իրանց ուժը, որ իրանք անհանգստացնեն կրոնականներին, որ կրոնականները այդ դիտական երջանկության մեջ վայելքների մեջ չընկնեն, այլ այդտեղից արագ դուրս գան եւ գնան դեպի հրաժարում, որտեղ այդ հրաժարումն է, որ կենդանիակին բերում է հոգևոր աշխարհ։ Ինչ եմ այս ամեն ինչը պատմում, որտեղ պատմությունը ինքը սկսվեց դրանից։ Տեր Շիվան ինքը նստած մեդիտացիայի մեջ էր։ Կիսաստվածները շատ էին ուզում, որպեսզի Տեր Շիվան ինքը ամուսնանա։ Ինչի համար։ Իրանք ուզում էին, որ ինքը ամուսնանա, որովհետև իրանք մտածում էին, որ մենակ Տեր Շիվան կարող է այնպիսի երեխա ունենալ, հա, որը ինքը ուրեմն կարող է սպանել, ուրեմն այսպես կոչված մի րոպե ոնց էր իր անունը տակ-տակա կարծեմ, հա, մի հատ օծի, հա, օծի, որը ինքը շատ հզոր դեմոն էր։ Հասկացաք։ Ուրեմն, եւ այդ նպատակին հասնելու համար իրանք դիմեցին, կիսաստվածները դիմեցին Կուպիդոնին։ Իրականում արիական բանի մեջ ինքը չի կոչվում Կուպիդոն, ես ուղղակի ասում եմ Կուպիդոն, որ դուք հասկանաք ինչի մասն է խոսքը։ Արիացիների մոտ դա կոչվում է կամադև, այսինքն կամա նշանակում է ցանկություններ, այն անհակ, իմенно էգոիստական, այսինքն տրփանք, հա։ Ուրեմն այդ տրփանքի բաները, տրփանքի կիսաստվածը, հա, իրանք դիմեցին, ուրեմն այդ կիսաստծուն, որովհետև ինքը, այսինքն Տեր Շիվան ինքը հակում չուներ ընդհանրապես, ինքը հակում չուներ ընդուներ որևիցե մեկին որպես իրան ծառայող, դա որպես իրան ծառայող սկզբունք, չէ՞։ Եվ տեսեք ինքը ուղղակի կենտրոնացած էր այդ համընդհանուր երանության վրա, ինքը գիտեր, որ կատարելությունը հոգևոր աշխարհում է, եւ ինքը ոչ մի կապեր չէր ստեղծում։ Հասկանում եք, տեսեք, Տեր Բրահման ինքը միշտ ունեցել է Սարասվատիին, Տեր Վիշնուի եւ Լաքշմիի կապը իրանք ընդհանրապես հավերժական կապ է, իսկ Տեր Շիվան ինքը սկզբում մենակ էր։ Հասկանում եք, եւ ինքը այդ հրաժարվածի տրամադրությունների մեջ էր միշտ խորասուզված։ Հիմա կիսաստվածները, հա, իրանք բան արեցին, դիմեցին կամային եւ ասեցին Տեր Շիվան ինքը ընդհանրապես ցանկություններ չունի նյութական աշխարհի հանդեպ, հասկանում եք, եւ ինքը մշտական մեդիտացիայի մեջ է գտնվում, բայց մեզ պետք է որպեսզի այդ դեմոնը, այսինքն դեմոնները իրանք բոլորը մարմնավորում են կենդանիակի սրտի մեջ գտնվող արատները, մենք հիմա դրա մասին կխոսենք, էլի, եւ իրենք ասեն, բայց այդ արատը ինքը պիտի վերանա։ Հիմա տեսեք, երբ որ կիսաստվածներն են խնդրում ինչ-որ մի արատի վերացման համար, դա միանգամից նշանակում է, որ խոսքը գնում է, այսինքն կա երկու արատների պակետ, եթե կարելի է այսպես ասել։ Առաջի պակետը արատների, դա այն արատներն են, որոնք խանգարում են, որպեսզի կենդանիակը նյութական աշխարհում լինի երջանիկ։ Կիսաստվածները դրանք հոգիներ են, որոնք նյութական աշխարհում երջանկության են ձգտում։ Հասկանում եք, հա? Եվ հիմա տեսեք, իսկ երբ որ ասենք խոսքը կգնա այն արատների մասին, որոնք իրանք նվիրալներին են անհանգստացնում,
խոսքը կգնա այն արատների մասին, որոնք խանգարում են, որ կենդանիակը գնա հոգևոր աշխարհ։ Այսինքն կա արատների եւ առաջի հերթին կենդանիակը ինքը պետք է հաղթահարի այն արատները իր մեջ, որը թույլ չի տալիս, որ ինքը եւ իր շրջապատը հաստատվեն նյութական աշխարհում երջանկության մեջ։ Ուրեմն հենց դրանից էին ուզում բրցնել կիսաստվածները։ Կիսաստվածները իրանք երբեք ոչ մի հոգևոր բան Աստծուց չեն սպասում։ Իրենք սպասում են մենակ դա, իրենց նյութական երջանկությունը պաշտպանված լինի։ Դրա համար դիմաց իրանք հասկանում են, որ Գերագույն Աստվածնավորությունը ինքը դա տալիս է միայն առաքինի անձնավորություններին, եւ այո, իրանք առաքինի անձնավորություններ են, այսինքն իրանք համաձայն չեն, իրանք նույն բանն են ուզում ինչ-որ եւ դեմոնները, բայց համաձայն չեն, որպեսզի դա կատարվի բռնությամբ, այսինքն որպեսզի որևիցե կենդանի էակ այդտեղ դուժի, հա, հիմա մի րոպե հասկացաք, չէ՞։ Հիմա ուրեմն կամադևը իրականում սկզբից շատ վախեցավ, որովհետև, ասենք, իրանք բոլորը գիտեին, թե ինչպիսի բան ունի, ինչպիսի հզորություն ունի Տեր Շիվան, հա։ Եվ ասենք մտածել, ինքը նույնիսկ այսպես էլի սարսափում էր այդ մտքից, որ կարող է պատահի ինքը ստիպված լինի խոսալ նրա մասին, թե որ ինքը կարող է մոտենալ եւ փորձել, ուրեմն տրփանքի նետ ուղարկել դեպի Տեր Շիվան։ Բայց ուրեմն բանը ինքը բանը այդ կամադևը, ուրեմն ինքը ուներ կին, որի անունն էր Ռատի։ Ռատի դա կապվածությունն է, այսինքն տրփանքին ծառայում էր կապվածությունը, հա, եւ այդ կապվածության Ռատին ինքը շատ ուզում էր, որպեսզի ուրեմն Տեր Շիվան ինքը ամուսնանա Պարվատիի հետ, որ կարողանան այդ տարակային ուրեմն հաղթել։ Եվ մի օր այս կամադևը ինքը հավաքեց իր ամբողջ բանը, համարձակությունը, հա, ինքը հավաքեց իր ամբողջ համարձակությունը եւ մոտիկացավ Տեր Շիվային այդ մեդիտացիայի ժամանակ, վերցրեց իր անետը, որպեսզի խոցի Տեր Շիվայի սիրտը տրփանքով։ Ինչի համար, որպեսզի որ ինքը աչքերը բացի եւ տեսնի Պարվատիին, ինքը Պարվատիին ուզենա, որտեղ իրականում նյութական աշխարհում կենդանիակները սեռական այդ ձգողականությունն են համարում սեր, չէ՞։ Եվ ուրեմն հենց երբ որ ինքը բան արեց, որպեսզի գիրք առաջացնի Տեր Շիվայի մարմնի մեջ, հա, Տեր Շիվան ինքը շատ մեծ զայրույթով բացեց աչքերը եւ ուղակի այրեց տարակային եւ ուղակի այրեց բանին, կամադևին, եւ կամադևը հենց այնտեղ դարձավ մոխիր, հա։ Հիմա քննարկենք թե իսկ ով էր դարապես այդ տարական, ինչն էր ինքը մարմնավորում։ Նու առաջին հերթին ինքը դարապես այդ արատները, չէ, երբ որ իրանք հրակայացիներ իրանք ասում են ինքը հզոր դեմոն էր, թե սա նշանակում է որ դա մի հզոր արատ է, հա, մի հզոր արատ է, որը ինքը բան է անում, ասեք, որը ինքը կարողանում է այսպես էլի քայքայել կենդանիակի ներսը։ Հիմա տարակասուրը ինքը մի ազնվորություն էր, որը ինքը դեմոն էր, հեսա մենք խոսանք թե ինքը ինչն է սիմվոլացվում, չէ, բայց ինքը մի դեմոն էր, որը ինքը ստացել էր օրհնություն, այսինքն ինքը ճգնություն էր կատարել, եւ երբ որ կամ Տեր Շիվան կամ Տեր Բրահման այդտեղ ուրիշ ոչ մեկ չէր կարող այդ օրհնությունը տալ, հա,
ուրեմն ինքը օրհնություն էր ստարել, որ իրան կարող է սպանել միայն Տեր Շիվայի որդին։ Եվ ինքը այդ օրհնությունը խնդրել էր, որովհետև ինքը վստահ էր, որ Տեր Շիվան երբեք երեխա չի ունենալու, ինչու որտև ինքը հրաժարված է։ Հա? Այսինքն, ինչի մասն է խոսքը։ Դեմոնները կամ կենդանի ակը այդ որպես որտև նյութական մարմինը դա արատների տոպրակ է իրականում, չէ՞։ Ուրեմն այ որպես արատների տոպրակ կենդանի ակը ինքը ձգտում է հավերժության։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Կենդանի ակը ինքը հավերժ հոգի է։ Ոչ մի հավերժ բան չի կարող վերանալ։ Հասկանում եք, հա? Եվ այդ որ ոչ մի հավերժ բան չի կարող վերանալ, չէ՞, ինքը տրանսֆորմացիա է լինում, եւ կենդանիակը, երբ որ իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, այսինքն այդ արատներով լի տոպրակի հետ, չէ՞, ինքը հիմա ձգտում է միշտ իրականացնել այդ մարմնի հավերժությունը։ Հասկանում եք։ Եթե շատ չափազանց պատկերավոր ասեմ, դա նման է մի մարդու, որտեղ այդպիսի մարդիկ կան, էլի, որ ասենք ինչ-որ մի հատ շոր են սիրում, չէ՞։ Եվ այդ շորից չեն կարողանում հրաժարվել նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ շորը արդեն ուղղակի ցնցոտի է։ Հասկանում եք, օրինակ հոգևոր մարդը, որը ինքը հասկանում է վերածնունդը, չէ՞, ինքը շատ ստույգ կարողանում է հասկանալ այն պահը, երբ որ ինքը ավարտեց այն իմաստը, որը իրան տրված էր այս մարմնի մեջ։ Եվ երբ որ ինքը այս զգում է, որ ինքը բոլոր իրան բաները, բոլոր իրան նախասահմանումները կատարեց, չէ՞, ինքը հանգիստ խղճով գնում էր դեպի մահ։ Այսինքն իր համար դա այ ոնց որ եթե արդեն շորը հնացել է, եւ ես վեր կենամ եւ պատրաստվեմ գնալ խանութ գնել նոր շորը, այսինքն իր համար մահը դա հնարավորություն է ինչ որ մի նոր նախասահմանում վերցնելու եւ այդ նախասահմանումը կատարելով շարունակել զարգացումը։ Ничего трагичного։ Հասկանում եք, իրանք անհանգստանում են միայն այն դեպքում, երբ որ այնպիսի հանգամանքներ դասավորվեցին, որ իրանց այդ աշխատանքը ինքը չի, այսինքն իրանց նախասահմանումը իրանք չկատարեցին, այդ ժամանակ իրենք անհանգիստ են, այդ ժամանակ է որ բան են անում, էլի ձգտում են այդ մահվան սահմանը մի քիչ են կողմ տանել, բայց եթե մարդը ինքը պատվով ապրել է իր կյանքը եւ իր նախասահմանումը այս կյանքում կատարել է, ինքը հանգիստ խղճով է մոտենում մահվան գծին, եթե հասկանում է, որ կա վերածնունդ, չէ՞։ Հիմա Այսինքն բոլոր դեմոնները, մենք դա դեռ կտեսնենք, բոլոր դեմոնները իրանք ճգնություն են կատարում, որ նյութական մարմնում լինեն հավերժ։ Հիմա տարական ինքը արել էր նույն բանը։ Եվ որովհետև ինքը վստահ էր Տեր Շիվայի այդ հրաժարման դիրքի մեջ, չէ՞, ինքը վստահ էր, որ երբեք ընդհանրապես Տեր Շիվան չի կարող երեխա ունենալ։ Եվ դրա համար ինքը այդպիսի բան էր խնդրել, որ ինձ կարողանա սպանի միայն Տեր Շիվան։ Հիմա հանկարծ կիսաստվածները հավաքվել էին եւ մոտեցել էին ուրեմն Կամադևին, որպիսի նենց անեն, որ Տեր Շիվայի մեջ մտնի տրփանք, որ ինքը համաձայնվի ամուսնանա Պարվատիի հետ։ Հիմա շատ կարևոր է, որպես նյութական մարմնի, հա, կիսաստվածները իրանք նյութական մարմնից են գոմբան չեն տեսնում, չէ՞, որպես նյութական մարմնի եւ իրանք ունենան տղա։ Եվ այդ տղան արդեն ինքը կարող է սպանել տարակային։ Որտեվ եթե ինքը ասվում է, որ հովանավորություն ունի, որ մենակ տարակայի որդի կարող է իրան սպանել, չէ՞։ Դա նշանակում է, եթե տղան ծնվի, ինքը այդ զորությունն է ունենալու, գալու է ուրեմն տարակայի հետևից, չէ՞։ Ուրեմն տարական ինքը զլոբը, չարությունը, այդ չարության բանն է, մարմնավորումը, բայց ինքը ոչ թե ուղակի չարություն է, ինքը այդպես նուրբ, խորամանկ, հա, եւ ուրեմն բան է էլի, այդ տրամաբանող չարությունն է,
Հասկանում եք, որը ինքը խանգարում է։ Ինքը խանգարում է, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա ունենա որպեսզի ինքը կարողանա ունենա վճռականություն, հա, գործել հանուն Աստծո։ Այսինքն, երբ որ կենդանիակի մեջ դեպի առ Աստված այդ չարությունն է, այդ խորամանկ հանգիստ, նուրբ չարությունն է խոսում, չէ՞։ Ինքը միշտ, երբ որ պիտի ինչ-որ մի բան անի հոգևորի մեջ, ինքը սկսում է իր համար արդարություններ մատկալ։ Դու դեռ չես կարող, հիմա չէ, որտեվ կարևոր գործ ունես, բան էլի, այդ հոգևոր աշխարհ, այդ ընդհանրը ինչ-որ բան երևակայական գաղափարներ են, դրա վրա չարժի կյանք ծախսել, հասկացաք, հա։ Ուրեմն բան են անում, էլի, այդ դրա համար ինքը, ասեք, այդ բանն է, հա, ուրեմն եւ ինքը իրականում այն գործոնն է, չէ, որը ինքը ազատ, բայց աննկատ, հասկանում եք, ինքը ազատ, բայց աննկատ քայքայում է աշխարհը, հասկանում եք, եւ այո, այսինքն ինչի մասին է խոսքը, եթե մենք արդեն խոսում ենք ազնվորության մասին, որպես այդ արատներից բրծնելու process, չէ, ապա տարական ինքը այն իլյուզիան է, հա, որը ինքը, այսինքն այն բանը, իլյուզիա как по-армянски, մոլորություն, չէ, մոլորություն это Ну, в общем, իլյուզիան էլի, կարծում եմ, որ խոսքը բոլորդ հասկանում եք, չէ, այն իլյուզիան է, որը ինքը մշտական գործում է շատ ակտիվ մեր մեջ, որովհետև հենց տարակայի բանն է, արատն է, որ թույլ չի տալիս, որպեսզի մեր մեջ զարթնի աստվածային կամքը, այսինքն դեպի հոգևոր կյանք կամքը, հասկանում եք։ Ուրեմն, եթե մենք արդեն վերցնում ենք սանսկրիտի տեսանկյունից, չէ, տարակայի անունը ինքը թարգմանվում է այսպես։ Տար, այսինքն հիմքը խոսքի, ինքը նշանակում է բան էլի, перевозить, пересекать, այսինքն գետի մի ափից մյուս ափը որ գնում են, դա вот пересечь реку, հա, այսինքն տեղափոխել, հա։ Այսինքն տարակը դա նշանակում է, որ դա այն է, ինչը որ ինքը քեզ անցկացնում է։ Եվ առաջի հայացքից թվում է, որ իր անունը ունի շատ պոզիտիվ բան, չէ, այսինքն այն ինչ որ քեզի ինչ որ մի բանի վրայով անցկացնում է։ Հա։ Բայց իր բացասական, որ ինքը արդեն դեմոն է, այդ բացասական իմաստով այդ նույն բառը ինքը կարող է թարգմանված լինել այսպես. նա ով որ բան пересекает, այսինքն հակառակը, այս գնում եմ, իսկ ինքը հոպ առաջովս անցավ ու չթողեց։ Այսինքն ռուսերեն բառեր կա, որ չեմ կարողանում էլի թարգմանեմ, կներեք, հա հիմա ռուսերեն ասեմ, հետո կփորձեմ հայերեն բացատրեմ։ Вот это тот, кто перехватывает путь. Հասկանում եք, եւ թույլ չի տալիս քեզ այդ перехвата հայերեն չգիտեմ ոնց ասեմ, էլի, այդ ճանապարհը ոնց որ վերցնում է իր վրա, էլի, չի թողնում, որ դու գնաս քո ճանապարհով եւ հասնես հոգեվոր նպատակին։ Հասկանում եք, այսինքն ինքը այն արատն է, որը կենդանիակին տանում է ոչ թե դեպի Աստված, այլ Աստծուց հեռու։ Հասկանում եք, այսինքն դա այն բանականությունն է, որտեղ օծերը իրանք համել իմաստությունն են, չէ, այսինքն դա այն բանականությունն է, որը ինքը ծառայում է նյութական էներգիային։ Իսկ նյութական էներգիան ինքը պատրանք, նյութական էներգիան ինքը պատրանք ստեղծող է։ Հասկանում եք, այսինքն դա այդ պատրանքային ինտելեկտուալությունն է, հասկանում եք, այսինքն դա արգումենտներն են, համոզմունքներն են, այն փիլիսոփայություններն են, որոնց մեջ սերը կամ դրական էմոցիաները իրենք նպատակ չեն,
Այսինքն սա մի արատ է սրտի մեջ, հա, որը ինքը տանում է կենդանի էակին դեպի էմոցիոնալ չորություն։ Հա, հասկանում եք։ Հոգևոր փսիխոլոգիայի մեջ տարական ինքը իրականում դա վերջին խոչընդոտն է այ իրական հոգևոր ճանապարհը սկսելու համար, ոչ թե վերջին խոչընդոտն է հասնելու վերջնական, այլ այդ ճանապարհը, ճիշտ ճանապարհը սկսելու համար ինքը վերջին խոչընդոտն է։ Հասկանում եք։ Եվ ասենք քանի ազնվորությունը ինքը ապրում է պատրանքային աշխարհում, այսինքն քանի դեռ իր համար միակ ռեալությունը դա նյութական աշխարհն է, հա, իրականում տարական, այսինքն այդ ինտելեկտը, որը ինքը Աստծուց հեռու է տանում, հա, այսինքն անձնավորությունը ինքը լինում է այսպես շատ արգոմենտիրованный, ուժեղ համոզմունքներ ունեցող, չէ, չգիտեմ, փիլիսոփայող, եսիմինչ, բայց նյութական աշխարհի մեջ։ Եվ դրա համար իրականում քանի կենդանիակը ինքը սիրում է նյութական աշխարհը, գնահատում է իր նյութական գոյությունը, տարական իր համար վախենալու չի։ Հասկանում եք։ Հիմա իսկ ով էր Տեր Շիվան եւ Պարվատին։ Այ ինչն էր, որ տարական բաժանում է իրարից։ Տեր Շիվան ինքը հրաժարման սկզբունքն է, հա? Իսկ Պարվատին ինքը բնությունն է, սերը։ Հասկանում եք։ Եվ այբ որ կենդանիակը իր մեջ փորձում է միացնել Շիվային եւ Պարվատին, այսինքն հրաժարումը միացնել սիրո հետ, այսինքն դուրս գալ հրաժարման, այդ հոգևորի հանդեպ հրաժարման միջից եւ փորձել քո հոգին վերադարձնել մաքուր սերը, այդ ժամանակ տարական ինքը դառնում է շատ ակտիվ թշնամի, այսինքն նյութական ինտելեկտը ինքը դառնում է շատ ակտիվ թշնամի, չէ՞։ Եվ տարակային հաղթում է Տեր Շիվայի եւ Պարվատի տղան, այսինքն նա, ով որ ինքը հոգևոր միացության արդյունք էր։ Հիմա մենք ասեցինք, որ երբ որ Կամադևը ինքը ուզում էր այդ նետը թողներ, Տեր Շիվան ինքը միանգամից զգաց, թե ինչ են ուզում անել կիսաստվածները, եւ իր երրորդ աչքը շատ զարգացած է, չէ՞, Տեր Շիվային սովորաբար նկարում են 3 աչքով, այսինքն պայծառատեսության աչքը։ Եվ ինքը այսպես միանգամից այդ պայծառատեսության աչքը բացեց եւ այդ պայծառատեսության աչքից այսպես կրակ դուրս եկավ եւ ինքը մոխրացրեց Կամադևին։ Ինչ ուզեց ցույց տա Շիվան։ Շիվան ինքը ցույց տվեց, որ ոչ մի նյութական կնոջ հետ տրփանքի հիմքի վրա ինքը ոչ մի կապի մեջ չի մտնելու։ Այսինքն իրականում Տեր Շիվան ինքը գիտեր, որ կա Պարվատի եւ որ Պարվատին իր կեսն է։ Տեսեք, Տեր Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է։ Իր համար ամուսնացած լինելը դա ընդհանրապես խնդիր չէր, հա, իմինը կիսաստծու հետ, կիսաստվածու հետ, այսինքն գիտելիքի կիսաստվածու հետ, Սարասվատի, չէ՞։ Ոչ մի խնդիր չկար։ Տեր Վիշնուն ինքը նախասկզբնականորեն ինքը երբեք չի տաքցնում։ Ես ունեմ իմ հավերժ կնոջը, այդ հավերժ կնոջ հետ հիմա ամենակարևորը, երբ որ նյութական աշխարհն է տերություն անում, մենք այդտեղ երեխա չենք ունենում։ Իսկ հիմա Տեր Շիվան, հասկանում եք, ինքը պետք է ունենար երեխա, որը ինքը պետք է ոչնչացներ նյութական ինտելեկտը, որը արգումենտներ է տալի կենդանի էակին, որ ինքը չգնա մաքուր սիրո հետևից։ Հասկանում եք։ Եվ դրա համար Շիվան ինքը ցույց տվեց, որ ոչ մի նյութական տրփանք
Եթե ես այդպիսի գործողություններ կատարեի նյութական տպանքի հիմքի վրա, այդ տղան ինքը ոչ էլ կարող էր տարակային սպաներ, բայց հələ դա չի խնդիրը։ Դե Շիվան ինքը ցույց տվեց, որ ինքը բացարձակ տրանսցենդենտալ անձնավորություն է եւ կամադևը չի որ պիտի որոշի, թե ինքը ումից, երբ եւ ինչպես պիտի երեխա ունենա։ Այսինքն որ իր երեխա ունենալը դա բացարձակ հոգեվոր երևույթ է։ Թեկուզ եւ ակնհայտորեն նյութական աշխարհի համար ինքը ամուսնանում է Պարվատիի հետ։ Հասկացաք, հիմա ինչու ես այս ամբողջ պատմությունը ձեզ պատմում, հա։ Ուրեմն պատմում եմ այն պատճառով, որ երբ որ Կամադևը ինքը այդ ամեն ինչը արեց, փորձեց եւ դե Շիվան իրան այրեց, հա, ուրեմն եղավ հետագայում պատմությունը ինքը շարունակվեց այնպես, որ դե Շիվան ինքը Ռատին Կամադևի կինը ինքը անմիջապես ընկավ Շիվայի ոտքերը եւ սկսեց աղաչել, որպեսզի իրան վերադարձնեն իր ամուսնուն, որովհետեւ ծառայող սկզբունքը միշտ պետք է ունենա տեր, որին ինքը ծառայում է, իսկ Ռատիի ամուսինը դա հենց Կամադևն էր, Շիվան ինքը օրհնություն տվեց, ինքը ասեց լավ, Կամադևը ինքը նորից կծնվի, բայց կծնվի այն ժամանակ, երբ որ կգա Տեր Շրի Կրիշնան, ինքը կծնվի Կրիշնայի եւ Ռուկմինիի տղա, հա, բայց ուրեմն այլևս չի ունենա կոպիտ մարմին։ Հասկանում եք։ Բայց եւ կծնվի, այսինքն ինքը բաների ոնց որ Այսա խոսամ կհասկանանք, հասկացաք, չէ՞։ Ուրեմն չի ունենա կոպիտ մարմին։ Հիմա եւ իր անունը կլինի Պրաջումնա։ Եվ այդպես եղավ այնպես, որ Տեր Շիվան ինքը ցույց տվեց, որ Կամադևը կամ նյութական այդ տրփանքը ինքը հոգեվոր դաշտում ընդհանրապես անելիք չունի, եւ եթե ինքը ուզում է այդ քայլը, որ ինքը արեց, դաշնակը ինքը ինչ-որ մի բան է, չէ, ուզում։ Եթե ինքը ուզում է ընդհանրապես իրական էլի, ասես այդ հոգեվոր աստվածների հետ գործ ունենա, հա, ուրեմն ինքը պիտի մարմին փոխի։ Եվ այդտեղ ինքը այդ տրանսֆորմացիան անցավ, որ որպես տրփանք ստեղծող աստված ինքը մահացավ եւ վերամանավորվեց որպես Պրաջումնա։ Այստեղ մի հատ շատ բարդ խոսակցություն կա, որը ես այդտեղ հիմա չեմ ուզում մտնեմ, որտեղ ինքը 4 բաների մեջ է էլի մտնում Վիշնու տատվաների, բայց այդտեղ եկեք հիմա այս պահին չմտնենք, դա կարևոր չի այս պահին, չէ։ Ուրեմն հենց որ Պրաջումնան ինքը ծնվեց, Պրաջումնային փախցրեց Շամբարա դեմոնը։ Հիմա ով է այս Շամբարան։ Իր անունը ինքը ունի մի քանի ընդհանրապես այդ արմատը, այդ բառը, Շամբարա բառը, ինքը սանսկրիտում մի քանի նշանակություններ ունի, հա, եւ իրականում ասենք, բանը, ինքը եթե մենք հաշվի առնենք, որ ինքը այն արատն է, որին ոչնչացնում է Պրաջումնան, հա, ապա ուրեմն ինքը նույնպես իր բան է անում, էլի, մարմնավորում է շատ կարևոր սկզբունք, որը ինքը խոչընդոտ է հոգևոր կյանքում։ Շամբարա նշանակում է նա, ով որ բան է անում, այսպես էլի, բան է անում, պատրանքով է ծածկում։ Հասկանում եք, որտեվ շամ արմատը ինքը նշանակում է հանգիստ կամ մի բան, որը վերացավ կամ հանդարտություն, հա, իսկ բարա նշանակում է կրող, հա, այսինքն, եթե մենք արդեն միացնում ենք այդ երկու բառերը, մենք ստանում ենք նա, ով որ բաների առաջացնում է հանգստություն, որը բան է, պատրանքային է։ Այսինքն պատրանքային խաղաղություն, պատրանքային ստաբիլություն, հա, ես հիշում եք մի անգամ ձեզ ասեցի, որ հոգևոր ուսուցիչներից մեկը ինքը դասախոսության ժամանակ ասեց, հիմա մենք այսպես նստած ենք ու մեզ թվում է, որ այս պահը ինքը բացարձակ
խաղաղ, մենք նստած ենք, ես խոսում եմ, դուք լսում եք, եւ անպայման այսպես էլ լինելու է, մի ժամ հետո ես ավարտելու եմ, դուք գնալու եք ձեր գործերով, հաստատ գիտեք, թե որ գործերով։ Բայց չէ՞ որ նյութական աշխարհը ինքը այդպիսինը չէր։ Հա, այսինքն ինքը խոսում է այն իրադարձությունների մասին, այն երևույթի մասին, որը օրինակ սպիտակի երկրաշարժն էր։ Հա? 80 տարի առաջ սովետական միության սահմաններին մարդիկ խաղաղ քնած էին։ Ամեն մեկը մտածում էր նրա մասին, թե ինքը վաղը հաստատ ինչ է անելու, բայց հենց այդ ինչ որ մի օր գիշերը հենց քնած վիճակում բոլորը ռմբակոծվեցին։ Հասկանում եք, այդ բանը շամբարան ինքը այդ պատրանքն է, երբ որ կենդանիակը ինքը ապրում է վտանգավոր աշխարհում, բայց ապրում է այնպես, որ ոնց որ թե այդ աշխարհը ինքը վտանգավոր չի։ Հասկացաք, այդ պատրանքն է շամբարան։ Եվ ասենք իրան կարող է սպանել միայն Պրադյումնան, այսինքն այն ազնվորությունը, հա, որը ինքը բան էլի այդ տրանսֆորմացիա անցած դրբանքը, հասկանում եք։ Ուրեմն Պրադյումնան ինքը ծնվեց, շամբարան ինքը ուրեմն փախցրեց այդ դեմոնին։ Հա, հիմա եւ երբ որ ինքը փախցրեց, ինքը ինքը փախցրել էր ոչ թե համար որ պահեր, ինքը փախցրել էր որ սպանի։ Եվ երբ որ ինքը փախցրեց, ինքը երբ որ թռչում էր օվկիանոսի վերևով, հա, նад օկեանում էլի, օվկիանոսի վրայով, ինքը այդ երեխային գցեց ջուրը։ Եվ այդ երեխային կուլ տվեց ձուկը։ Եվ տեսեք օրինակ ասենք, չէ, երբ որ գերագույն աստվածավորությունը ինքը ինչ-որ մի հատ նպատակ ունի, ինքը այդ նպատակը անպայման իրականացնում է, չէ, ուրեմն շամբարան ինքը գցեց ջուրը Պրադյումնային, այդ Պրադյումնային կուլ տվեց մի հատ ձուկ։ Իսկ այդ ձկանը բռնեց շամբարայի բանը խոհարարը։ Եվ երբ որ ինքը այդ ձկան փորը բացեց, մեծ ձուկ էր, երբ որ ինքը ձկան փորը բացեց, չէ, այնտեղ գտավ կենդանի մի հատ երեխա։ Եվ այտենց Պրադյումնան ինքը հայտնվեց շամբարայի տանը։ Հասկանում եք։ Հիմա Ռատին, որը ինքը Կամադևի կինն էր, ինքը շատ լավ այդ ամեն ինչը վերևից, կիսաստվածների դիրքից այդ ամեն ինչը շատ լավ տեսնում էր ինչ է կատարվում իր ամուսնու հետ, եւ որ ինքը տեսավ, որ իր ամուսինը բարեհաջող հայտնվեց իր թշնամու տանը, որին ինքը որ մեծացավ պիտի սպանի, հա? Եվ շամբարան ինքը ընդունեց Պրադյումնային ու ասեք այդ խոհարարը ինքը պահում էր Պրադյումնային, ինքը ուրեմն ընդունեց բան սովորական կնոջ մարմին, տեսք, հա, եւ եկավ այնտեղ, ընդունվեց աշխատանքի եւ ուրեմն բաներ անում էլի, պահում էր, մեծացնում էր Կամադևին։ Հա? Երբ որ Կամադևը ինքը Պրադյումնան ինքը մեծացավ, ուրեմն Մայավատին ինքը պատմեց իրան, թե ինքը ով է, եւ ուրեմն իմանալով իր էությունը, իմանալով իր նախասահմանումը, Պրադյումնան ինքը սպանեց շամբարային, հա? Եվ այդ ժամանակ իրանք երկուսով Մայավատին եւ Պրադյումնան իրանք եկան այնտեղ որտեղ որ ապրում էր Տեշի Կրիշնան Ռուկմինին իրանք հասկացան, որ իրանց որդին սա այն որդին է, որին գողացել էին, հա, եւ ինքը արդեն այդ էլի այդ տրանսֆորմացիաների բաների միջոցով անցած բացարձակ մաքուր վիճակում մտավ Տեշի Կրիշնայի ընտանիք, հա։ Հիմա Պրադյումնա խոսքը ինքը ուրեմն բաղկացած է երկու արմատից, պրա, որը ինքը նշանակում է բանելի լիքը կամ լիարժեք, полностью, լիարժեք կամ արտահայտված, հա, եւ դյումնա, ինչը որ նշանակում է փայլ, փառք, հզորություն, հա, այսինքն Պրադյումնան դա նա է, ով որ լրիվ փայլում է,
հա, կամ կարելի է նաև ասել, որ դա այն անձնավորությունն է, որը ինքը բան է, էլի, արտահայտում է իրական փառքի փայլը, հա, այսինքն դա որ այսպես էլի, արդեն լիարժեք մաքուր փայլ ունի, այսինքն Կաբադևը ինքը մտավ որպես մաքուր սիրո սկզբունք Նիշնայի խաղերի մեջ, դարձավ Նիշնայի եւ Ռուկմինիի որդին, ազատվելով այդ տրփանքի աղտոտվածությունից, հասկանում եք, եւ դա արտահայտում է կենդանեակի այդ աստվածային գեղեցկությունը, այսինքն երբ որ կենդանեակը ինքը ազատվում է տրփանքից, իր այդ մաքուր սերը ինքը վերականգնում է կենդանեակի այդ հոգևոր գեղեցիկ մարմինը, որտեղ մտավ Կրիշնայի խաղերի մեջ, չէ՞, եւ ուրեմն այդտեղից արդեն սկսած ինքը ոչ թե այն ազնվորությունն էր, որը ինքը գործում էր որպես գայթակղող, հա, այլ ինքը դարձավ բան էլի, պրաջուդա, այսինքն նա ով վերածնեց իր մեջ Աստծո հանդեպ սերը, հասկանում եք։ Ուրեմն մենք այստեղ հասկանում ենք, որ երբ որ Վիդուրան ինքը խոսում է նրա մասին, որ ինչպես է Պրադյումնան, ինքը իմенно Պրադյումնային է հիշում, որովհետև Պրադյումնան ինքը այդ տրանսֆորմացիայի մեջով անցած սկզբունքն էր, որտեղ տրփանքը վերադարձավ իրական են մաքուր նախասկզբնական ունակությանը, այսինքն մաքուր սիրո, որի մեջ չկա էգոիզմ։ Եվ դրա համար Վիդուրայի համար Պրադյումնան ինքը կարևոր կերպար էր, դրա համար ինքը հատուկ հարցրեց, իսկ ինչպես է Պրադյումնը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը արդեն կքննարկենք վաղը։ Ստեսություն ձեզ։